Հաջորդ նրբությունը այն է, որ պետությունն իր վրա է վերցնում ակտիվ եւ պատասխանատու դերակատարում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում, էներգետիկ, տրանսպորտային, ջրային, թվային եւ անվտանգային համակարգերում, միաժամանակ ապահովելով պետական սեփականության թափանցիկ եւ տնտեսապես հիմնավորված մասնավորեցում այն ոլորտներում, որտեղ դա նպաստում է մրցակցությանը եւ արդյունավետությանը։ Այսինքն մենք այս դոկտրինով ավելի մեծ պատասխանատվություն ենք վերապահում պետությանը, կառավարությանը, ստրատեգիական նշանակության կամ կրիտիկական ենթակառուցվածքների կառավարման գործում միևնույն ժամանակ չբացառելով, որ այնտեղ, որտեղ որոշակի պայմաններում նաև մասնավորի ներգրավման, մասնավորեցման, մասնավոր կառավարման հանձնելու բանաձևերը կարող են աշխատել, մենք մեզ չենք սահմանափակում նաև այդ տրամաբանությամբ։